Սիրելիներս, ողջույն, ինչպես եք, հուսով եմ լավ եք, ես նույնպես լավ եմ, ովքեր նոր են միացել իմ էջին, ասեմ, որ գտնվում եք Անահիտի խոհանոցում և եթե խոհանոցում ենք մի համեղ բան հաստատ պատրաստում ենք, իսկ այն ամենանորեկների համար ասեմ, որ խոհանոցս վերանորոգման մեջ շուտով ավարտին կհասնի, որից հետո արդեն իմ սիրուն խոհանոցից կունենամ իմ հաճելի բաղադրատոմսերի ներկայացնելը դեպի ձեզ։ Ինչևէ, այսօր, քանի որ մտածում ես մեկ-մեկ ինչ եփել ընթրիքին, ես էլ ձեր նման մտածում եմ, ինչ եփել ընթրիքին, ունեմ հավի թևիկներ, լավ լվացած, նախորոք 3-4 մասը կտրտել եմ, սիրելի հետևորդներ ջան, հեռացրել եմ ու ամեն անգամ հավի թևիկը հավի մսի հետ գործ ունենալուց հիշում եմ մեր ազայի խոսքերը հավի կաշին հեռացնելու վերաբերյալ մի հատ հաճելի ու ճիշտ բան ասեց ինքը, ասում է հոթևերից կաշին չենք հեռացնում, չէ, ու ինքը օգտագործում է այդպես, դու շատ էլ ճիշտ անում ինչ եմ անում, ոչ մի ուրիշ ավելորդ համեմունքներով չեմ ուզում համեմել, տեսեք, աղա, սև պղպեղա, կարմիր պղպեղա, սիրելի հետևորդներ ջան, ու թևիկներն են, բուսայուղել չեմ անելու, որովհետև դեռ մտորում եմ, այսպես ասած, այրոգրիլի մեջ դնեմ, թե ուղղակի տապակեմ, քանի որ իրան մենակ չեմ տապակելու, համեղ ափսե եմ ուզում պատրաստեմ, էլի նույն ձևի աղ, սև պղպեղ, կարմիր պղպեղ, էլի նույն ձևի ափսե եմ ուզում պատրաստեմ, շատ-շատերիդ եմ, չէ ասում, շատ-շատերիդ էլ հարցնում եք, շատ-շատերիդ էլ հավեսի եմ բերել, որ սնվենք հնարավորինս առողջ ապրելակերպին մոտ մոտիվներով ու հենց դրա համար մտմտում եմ այրոգրիլի մեջ դնեմ, թե տապակեմ, բայց այս բաղադրատոմսը ավելի շատ սազականա, որ տապակվի, դրա համար դեռ երկու եսա ներսումս կռիվանում, ինչևէ, հիմա քանի որ դեռ մինչև ընթրիքս բավականին ժամանակ ունեմ, սիրելիներ ջան, իրանց այսպես համեմեցի, կարմիր պղպեղը մսի հետ են էլ հավի, երբեք ավել չի լինում, գիտեք, չէ, իրան այսպիսի ախորժելի տեսքով, ես ասննդային թաղանթով էլ կծածկեմ, կթողեմ, որ մարինացվի, սիրելի հետևորդներ ջան, իսկ մինչև այդ էլի մի համեղ բաղադրատոմս եմ պատրաստում, որ համ դեսերտ լինի, համ էլ վաղուց չէի պատրաստում եմ, ինչևէ, ասելիքս ինչա, որ այսօր համեղ ափսա ենք պատրաստելու, որ մոտա առողջ ապրելակերպին, իհարկե տապակելու դեպքում սխալա այրոգրիլի մեջ ճիշտ է, իրա հետ ներառելու եմ բանջարեղեն, հիմա մինչև սա կմարինացվի, կհամեմվի, ես մի երկու գործ ունեմ անեմ, որից հետո կմիանամ ձեզ, հիմա սիրելիներս նախապատրաստել եմ բոլոր բանջարեղենները, ինչը ունեմ ձեռքիս տակ, այստեղ կտրտել եմ գազար, իհարկե ցանկալի կլինի գաթակտիչով, որ աչք շոյի, բայց քանի որ խոհանոցում չեմ, այսպես ասած, սենց էլ յոլա կգնանք, հիմա կտրտած բանջարեղենը այսպես իհարկե լավ լվացել եմ, ինձ թվում է կարիք չկա ասելու, այսպես
Այսպես եմ կտրելու, սիրելի հետևորդներ ջան, ամեն դեպքում որոշեցի փորձարկեմ այռոգրիլում, հələ տեսնեմ ոնց կստացվի, հուսանք լավ է ստացվելու, առաջին անգամ եմ փորձելու, տեսնենք, նորից կարմիր պղպեղ, էլի սև պղպեղ, հաճելի կլներ, մի քիչ էլ բրոկոլի լիներ, բայց թե ոնց նայեցի չկար, սիրելիներս, սա նուշահան պղպեղներն էլ, այս ձևով կկտրտեմ, սիրելիներ ջան, մի քիչ էլ սրանից, որ կարողանամ տեղավորել, մի կտորել, սպես, նորից աղ, մի քիչ ճիշտ է էլի պղպեղա, բայց չի խանգարում և բուսայուղ, սիրելիներս, այս մյուսն էլ կտրեմ, տեսակ հասցրել էր, այսպես մեջը արդեն սերմեր տան, իհարկե, այդպես այդքան հաճելի չէ, հիմա մի հատ այսպես լավ թափահարենք, իրանք լավ համենվեն ու կտեղավորեմ այռոգրիլի մեջ, սիրելի հետևորդներս, նախորոք սոդայով եմ լվացել, այդպես ավելի ճիշտ ու ապահով է, վերջ, սիրելիներս անցել է բավականին ժամանակ, այս անգամ արդեն այստեղ ոչ մի թուղթ, ոչինչ չեմ դնում ու որ ճիշտն ասեմ, մեկ մտածում եմ, որ ներքևի մասում թևի կշարեմ, այ բռնակ չունեմ, ներքևա մնացել ձեռք, հիմա փորձեմ, այսպես հնարավորինս տեղավորել ու հասկանամ բանջարեղենը որ մասը տնեմ ու հենց այստեղ ես մտածում էի, ինձ թվում է երկտեղանոցը ավելի ճիշտ կլներ էլի, վերցնել կամ թե ուղղակի այս ձևով շարենք, չգիտեմ, այսպես, եկ ձեռքով, այսպես տնեմ, ու այս մյուս կողմում էլ բանջարեղեն տնեմ, տեսնենք ինչ կստացվի և ինչը ինչպես կստացվի ու այստեղ ես հասկացա, որ քանի որ շատ է ստացվել, եկեք երկու մասով պատրաստենք, սա մեկ, մյուսն էլ հաջորդ,
որ ինքը լավ երևի։ Տեսնենք ինչա։ Հավի միսը ուրեմն առանց բուստարյուղի ես։ Սեղմեմ։ Սեղմի։ Սպասի։ Մի անգամից 25 րոպե դնենք ու միացրու։ Տեսա մամա լավ միացրեցի։ Հիմա սիրելիներս մինչ կպատրաստի այրոգրիլը մեր ընթրիքը, այստեղ պատրաստել եմ աղցան, նախապատրաստել հարմար ամանը ու տեսնում եք ինչքան ինքը լավ ունտիր եփվել է, այստեղ նայեք։ Իմ հետևորդներից, երբ որ գնել էի այրոգրիլը, գրել էին, որ բանջարեղենը չեն հավանել, չոր է պատրաստում։ Հələ նայեք, ինչքան ինքը հյութ եղա, անգամ գազայրը։ Ընտիր ուղղակի, խոսքերն ավելորդ։ Սա կլինի մեր ընթրիքը։ Կմասուցեմ նաև իմ համար։ Սուպեր, աննկարագրելի համ ու հոտով։ Եկեք մի հատ փորձարկեմ, համ տեսեմ, տեսեք, չգիտեմ կադրը փոխանցում այն, ինչը որ ես պատրաստել եմ, հյութեղ, ուղղակի ու համը լրիվ ուրիշ, այնպես որ պատրաստեք և վայելեք։ Բարի ախորժակ բոլորիս։